իր դեմ խոսողների բերանը փակելն է, բայց դատական համակարգը ինչի է դրա մասը դառնում։ Արդեն երրորդ դատական բավարարված հայցն եմ ստացել իրանց կողմից, վերջինը Բագրատ Գալստանյան կամ ավելի ճիշտ Վազգեն Գալստանյանի Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Որտեղ ես հղում եմ կատարել իրավապահ համակարգի տրված հրապարակային հայտարարությանը ու իմ հանրային խոսքն եմ կառուցել։ Ճանապարհը, որ պետք է անցնենք ու պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք, բայց իմ գնահատականն է նա, որ ճանապարհը, որ անցնում ենք, էլի եմ ասում, դրա մեջ դրականն էլ պետք է գնահատենք, որ երկրում էլ են վիճակը չի, որ մեկը մի խոսքը ասես մարդկանց, չգիտեմ, հացեցել, բռնություն եւ այլն, էդ էլ է ճանապարհ, բայց ձեր ասած խնդիրներն էլ պետք է լուծենք, որովհետեւ ասում է ճանապարհը անցնում է քայլողը, ինչը եւ մենք անում ենք իրար հետ։ Շնորհակալ եմ եղբայր։ Հաջողություն։ Արտաբեջան այսօր շատ ման եկավ, սա երրորդ մասը մնացինք միտեղ գտա։ Շնորհակալ ենք։ Հիմա մենք այդպես քայլում ենք, որ մեզ չգտնեն, էլի։ Թե քայլում եք էլի։ Լավ եք երեխեք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Ինչ գեղեցիկ եք ժպտում։ Վարչապետ առավոտանից սպասում եմ նկարել։ Նկարի։ Եմ մյուս երեխեքը նեղանալ չլնի երեխեք։ Դաղալություն եմ անում։ Լավ ես։ Վայ, տեսակ այս նկատի ունեի, որ մի հատ կանգնում։ Երեխեք եկեք սպասեք, մի հատ ելույթ ունենա։ Փիլաքյաններ։ Ողջույն, ում չեմ տեսել բարև, ում տեսել եմ նորից բարև, տենց լնում է, որ մեզ հետ քայլող ժողովրդին հետ չեմ, որը մի քանի անգամ բարև եմ տալիս, բայց այդ շատ մարդկանց հետ շփվելու առանձնահատկությունը։ Մի ժամվա, են իմ ավտորին ուր են տանում, չէ, են բանի սրտիկներով ավտոից է։ Որացել եք ավտոների մասին, բարև ձեզ, լավ եք։ Երկու 2021 թվականի համար որ ինչ-որ մտնոլորտ ընդհանուր փոխ է, բայց ես ուզում եմ ասեմ,
մի բան նույնիսկ էմոցիոնալ զրույց ունեցանք, ես իրեն ասի հետևյալը, օրինակ, այս ճամփորդությունը, նրա մասին է եղել, որ մեղել այդ գաղափարը եւ ես գնացել եմ նրա հետևից, բայց ես միշտ այդ օրինակն եմ բերում ու դա շատ լավ օրինակ է, ինչալոց իմ կյանքում տենց ֆիզիկական օրինակ էլ ա եղել եւ այդ օրինակը շատ տպավորվել է, երբ որ մի ժամանակ դա երբ էր, երևի մի 20 տարի առաջ էր, հա 20 Սարում մի տեղ անտառ կար, մենք որոշել ենք գնանք այդ անտառում ուղղակի զբոսնենք։ Մենք շատ ուզում ենք, որովհետև շատ թավ անտառ էր։ Մենք երբ որ մտանք այդ անտառ, որ այդ անտառում բան անենք, շատ զբոսնենք։ Երբ որ մտանք այդ անտառ, սկզբից քայլեցինք դե անտառը, ես մտանք անտառ, երբ որ մտանք Ասեք չէ, սկզբից խոտա, հետո տերմես հետո Մտնում է, օրը ցերեկով, առավոտ։ Չեմ 19-20 տարեկան կամ 21-22 տարեկան չեմ կարա հիշեմ։ Ոչ մեկի դուխը չի երիքում, որ ասի տվեք, չնողա, ես ինչ է կանում, չէ, որովհետև ընդ պայմանավորվել ենք, բանը տղայությունը բռնում է, չէ, ոնց մեկը ասի, գիտես ինչ, պետք չի գնալ, բայց արդեն խոտ չելի բուսականություն, զուգահեռ մեզնից բոյով է, գետնին նայում ենք ինչ-որ կենթանիների հետքեր է, արդեն բանը խոնավ է, հողը բանա, պխրունա, կոշիկներով, միջև բաներ հետ համարյա ոտերներս խրվում է և այլն, և են պահին, երբ որ ինչ-որ մեկ ասեց, հոպ, պետք է հետ դառնալ, ես չեմ հիշում ով էր այդ ասողը, մեր բոլորի մոտ սենց բան եղավ, լիցքաթափում, երևի նաև զսպեցինք, որ այդ ասողին չգրկենք և չպաչենք, բայց ի սկզբանե մենք իրար հետ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այդ անտառը, որ պետք է գնանք այդ անտառով անցնենք։ Եվ ես այս պատկերին ինչի համար եմ ներկայացնում, այսօր կա էական չի հարաբերակցությունը, երկու խումբ մարդիկ հիմնականում, որոնք արտահայտվում են, մի խումբը, որ ասում է Ղարաբաղը տվիր, հողերը տվիր, ես տվիր ենք տվիր, այն մի խումբն է, որ տենում է գրկում, փաթաթվում, պաչում, ասում է շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալություն։ Այս այդ նույն երևույթն է, որ այնուամենայնիվ, այդ շնորհակալությունը ինչի համար է, որտեղ մարդիկ արձանագրում են, ես ընդեղ են տղայի հետ խոսում եմ ուզում եմ ասեի, մի հատ բանի բառ կար այդ բառի վրա տենց կանգնեցի չուզեցա ասել, ես այդ բառի ճիշտն ասած համարժեքը գրական հայերենի չեմ էլ գտնում,
բայց էական չի։ Այդ էմոցիան նրա համար է, որ եղել է մարդ, որը ասել է հոп ժողովուրդ, հոп։ Ես ամենաշատն էի ուզում դա, ես ամենաշատն էի նվիրված այդ անտառի միջով անցնելու եմ մյուս կողմը հասնելու գաղափարին, բայց հոպ, մենք պետք է հետ դառնանք, մենք պետք է կանգնենք։ Այդ բոլոր էմոցիաները դրա մասին են, այո կենսաթոշակ, այո առողջության ապահովագրություն, բայց մարդկանց էմոցիաները հատկապես մայրերի եւ կանանց, ովքեր չունեն տենց խնդիր, որ չարտահայտեն, որ մեկը չմտածի ասի, վայ, գիտես, ես ինչ է տենց մտածում։ Եվ այս է ամբողջ խնդիրը, եւ այդ բոլոր էմոցիաները, որովհետեւ 8 տարի է անցել, վերջեցքան բանի միջով ենք անցել։ Սկզբունքորեն, եթե այն պատերազմի եռագլուխ կուսակցության նարատիվները ճիշտ էին, այսօր մեր բան են անում, արտահայտվում են, ասում են ոնց էսի բան է, այս վարչապետին Հայաստանի թաղերում, բնակավայրերում եւ այլն գյուղերում ընդունում են, ոնց են ընդունում։ Հենց դրա համար, որ մարդիկ գիտեն, որ նախ մենք այդ ճանապարհին եւ անկեղծորեն հավատացել ենք, նվիրված ենք եղել, ոչ մի բան չենք խնայել, ոչ մի բան մենք չենք խնայել, ոչ մի բան։ Մենք մեր զավակների եւ ընտանիքի անդամներին չենք խնայել, բայց երբ որ մենք տեսել ենք, որ վերջ արդեն հարց է դնում, հարցը երբ որ մեր աչքերը բացվել են, մենք առերեսվել ենք այդ իրականության հետ եւ կանգնել ենք եւ ասել ենք ժողովուրդ պետքա կանգնել, ժողովուրդ պետքա կանգ առնել։ Պետք չի երազել ուրիշ հայրենիքի մասին, որովհետև մեր երազանքների հայրենիքը այլևս գտնված է եւ այդ հայրենիքի անունն է Հայաստանի Հանրապետություն։ Եվ մեկը ինչ էլ ասենք, չի ստացվում ժողովուրդ, չի ստացվում, դուք վկա եք, որ ես խորհրդանում ազգային ժողովում ամեն տեղ ասում եմ, պետք է դուրս գալ այդ նախկին ներկա եւ այլն այդ բաներից, չի ստացվում ժողովուրդ։ Այդ նախկին ներկան, այդ բանը, այդ Սերժը, Ռոբը, Լևոնը, իրանց օլիգարխները, են Բելարուսի, մեկի անունը Գագոյա, մեկի այդ դրանք քաղցկեղի նման կպած են, դրանց վիրահատական եղանակով պետք է մեր իրականությունից կտրել, հեռացնել, վիրահատական եղանակով, չի լինում, չի ստացվում այլ կերպ։ Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով, եւ պետք է գնանք, մարդիկ այսօր մեզ են ասում, ընդ որում էդ էլ է շատ հետաքրքիր ֆենոմեն է, մեզ ասում են, դուք ասում եք թալանացը հետ կբերեք, ես կանեք այդ նախ մենք թալանած լիքը բան, ես ես կոնկրետ ասում եմ, ֆինանսների նախկին նախարար Խաչատրյան Գագիկի տունը Միացյալ Նահանգներում վաճառվել է ինչ որ գնով, Միացյալ Նահանգները ինչ որ մի տոկոս պահելու է, մնացածը փոխանցելու է մեզ, եւ դա process-ի մեջ է։ Մենք միլիարդների եկամուտ գողացած արդեն հետ ենք բերել։ Ժողովուրդ ջան, հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե լրացուցից մտել է 6.6 միլիարդ դոլար։ 6.6 միլիարդ դոլար։ Այդ են գումարն է, որ դրանց գրպանն է գնալիս եղել։ Բա մի օրինակ բերեմ։ 2020 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2018-ից 2025 թվականը 300 միլիարդ դրամով ավել հարկ է վճարել, քան նախորդող նույն 8 տարվա ընթացքում։ Այսինքն էլ 300 միլիարդ դրամի մենակ ավել եկամուտ է եղել։ Բա հիմա դուք հաջորդ հարցը կտաք, գասեք բա այդքանը ինչ է եղել։ Բայց 6.6 միլիարդ ուր է, բայց 300 միլիարդ ուր է։ Մենք տարբեր ծրագրերով ժողովուրդ 1 միլիոն, 1.4 տրիլիոն գումար վերադարձրել ենք Հայաստանի քաղաքացիներին։ 1.4 տրիլիոն գումար։ Ոնց ենք վերադարձրել։ Վերադարձրել ենք կենսաթոշակների ավելացմամբ։ Վերադարձրել ենք եկամտային հարկով 54,000 ընտանիք 2018 թվականից այսքան տան բնակարանի տերադարել եկամտային հարկի վերադարձի եւ այլ ծրագրերի շնորհիվ։
Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխային միջև 6 տարեկանը 50,000 դրամ մենք նպաստ ենք տալիս, բա որտեղից ենք տալիս։ Բա գիտության ֆինանսավորումը կրկնապատկել ենք, բայց այսօր Հայաստանում 700,000 դրամ աշխատավարձ ստացող զինվորական կա, շարքայինի մասին է խոսքը։ 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Այսօր 300 դպրոց է կառուցվում երկրում եւ 500 մանկապարտեզ է կառուցվում երկրում։ Մենք այս ընթացքում հաշվել է, այդ թիվը մոռացա, ինչքան $1 միլիարդ մոտավորապես մեր բաներում, մեր համայնքներում ներդրումներ են կարել։ Գյուղեր կան, որ իրանց պատմության ողջ ընթացքում մի հատ բարեկարգ փողոց չեն ունեցել, մի հատ տասնյակ գյուղերի տասնյակ բնակավայրեր բարեկարգ փողոցներ ունեն, բարեկարգ փողոցներ, բայց միևնույնն է, այդ process-ը շարունակվում է եւ շարունակվելու է, բայց ես նաեւ ուզում եմ ընդունել եւ խոստովանել, որ այդ process-ները չեն գնացել այն ծավալով եւ այն ինտենսիվությամբ, ինչ որ մենք ի սկզբանե ակնկալում էինք։ Ինչի՞։ Որովհետև դիմադրություն է եղել, բայց այդ մարդիկ ով է 66 միլիարդ դոլար կորցնելը հեշտ է։ Հեշտ է, բայց այդ մարդիկ մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, ժողովուրդ ջան։ Մաֆիայի, բայց ես ուրիշ միտք էի ասում։ Մեզ ասում են դե դուք ասցիք վերադարձրեք, չեք վերադարձրել պատշաճ։ Եվ մեզ քննադատում են դրա համար։ Եվ գիտեք ովքեր են քննադատում։ Էլի այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը եւ նրանց սատելիտները, որոնցից ոչ մեկը չի ասում ես իմ նախընտրական ծրագրում կներառեմ կետ, ես ավելի լավ ապօրինի գույքը կվերադարձնեմ։ Մեզ քննադատում են, որ մենք լավ չենք վերադարձել, բայց իրանցից ոչ մեկի ծրագրում չկա այդպիսի կետ, որ մենք ավելի լավ կվերադարձնենք։ Եվ հետևաբար նրանք ուզում են ջարդեն այդ համակարգը, բայց չեն կարող, որովհետև արդեն նախադեպային վճռով մենք վճռապեկ դատարանի որոշում ունենք։ Բայց միևնույնն է բոլոր դեպքերում, ժողովուրդ ջան, այս առաջիկա ընտրությունները ամենակարևոր իմաստով մի բանի մասին են, մի բանի, որից բխում է նաև մեր մյուս խոսույթները եւ մյուս ասելիքները։ Ամենակարևոր նորությունը, ել եմ ասում, ես կարող եմ խոսել երկար դպրոցների մասին, մանկապարտեզների մասին, գիտության մասին, բանակի մասին, իդեպ բանակի մասին շատ կարևոր մի բան կա։ Ես ուզում եմ Հայաստանի կարող է չափազանցություն հնչի ասածս, ես ուզում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ մայիսի 28-ին ժամը ճիշտ է չեմ հիշում, բայց մայիսի 28-ի առավոտից գան Հանրապետության հրապարակ եւ տեսնեն այն զորահանդեսը, որը տեղի է ունենալու։ Որովհետեւ շատ բաներ, որ մենք այս ընթացքում խոսել ենք, ով որ լրացուցիչ հարցեր ունի, զորահանդեսը շատերիդ պատասխանը տալու է։ Եվ ընդ որում ես ասել եմ, հանձնարարել եմ, որ զորահանդեսի այդ սպառազինությունը ոչ թե գալու է հրապարակով տակտրի անցնի գնա, այլ ասել եմ, որ այդ սպառազինությունը պետք է մտնի, գնա Տիգրան Մեծի պողոտայում, միջև երևի կձգվի, միջև Երկաթգծի կայարան, չգիտեմ, ինչքան որ կձգվի, իհարկե երկու կողմից մենք կունենանք բաներ, որ մարդիկ շատ չմոտենան, այն որ բաները արգելապատներ այն հարահավաքներին բանին, որ մարդկանց կդնենք, եւ ես հանձնարարել եմ, որ թողեն այդտեղ, որպեսզի քաղաքացիները գան, նայեն, տեսնեն եւ գնահատեն։ Բայց ես ուրիշ կանխատեսում ունեմ, ես այդ թեմայով պաշտպանության նախարարի հետ եմ խոսել, ասել եմ եւ նաեւ էկոնոմիկայի նախարարին եմ այն օրը ասել, պարոն Պապոյան, որ մեր բոլոր ռեստորաններին եւ սրճարաններին, Երևանի փոքր մեծ կենտրոնի եւ բոլորի, ասեք, որ այդ օրվան լավ պատրաստվեն, որտեւ իմ համոզմունքն է նա, որ մարդիկ այդ զորահանդեսը տեսնելով բոլորի մոտ ցանկություն է առաջանալու գնալ քեֆ անելու, որովհետև նրանք տեսնելու են բոլորովին ուրիշ բանակ, բայց նաև որպեսզի մենք բանակը դարձնենք խաղաղության եւ ոչ թե պատերազմի գործիք, մենք ասում ենք նաև, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության
ինքնիշխան տարածքի պաշտպանությունից դուրս ուրիշ որևէ խնդիր չունի լուծելու։ Մենք սա պետք է արձանագրենք որպես ժողովրդական պետական պայմանավորվածություն, որ մենք բոլոր հնարավոր միջոցներով մեր պաշտպանունակությունը կբարձրացնենք, բայց մենք Հայաստանի ինքնիշխան սահմանից են կողմ ռազմական խնդիրներ չենք ունենալու, մենք ագրեսիվ քաղաքականություն չենք վարելու, բացառությամբ են դեպքերի, երբ որ միջազգային ագրեսիվ էլի չի լինելու, իսկ բանակը մեր երկրի սահմանից դուրս կգա բացառապես են դեպքերում, երբ միջազգային պայմանագրերի հիման վրա մենք այսօր էլ ենք խաղաղապահ առաքելությունների ենք մասնակցում, Լիբանանում ենք մասնակցում, Կոսովոյում ենք մասնակցում եւ այդպես շարունակ։ Բայց նույնիսկ սրանով հանդերձ այս ընտրությունների ամենակարևոր ասելիքը դա չի։ Այս ընտրությունների ամենակարևոր ասելիքը եւ իմ այսօրվա ամենակարևոր ասելիքը, որ ես ուզում եմ Հայաստանի քաղաքացիների հետ կիսել, հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդ ջան հաստատված է խաղաղություն, ինչի առիթով ես ձեզ բոլորին շնորհավորում եմ։ Բայց այսօր նաև շատ է խոսվում նրա մասին, ասում են հիմի այդ խաղաղությունը կա, չկա, վստահելի է, վստահելի չի, իրական է, իրական չի։ Ես մեր խաղաղությունը 9 ամսեկան է եւ 9 ամսեկան խաղաղությունը ես համեմատում եմ 9 ամսեկան երեխայի հետ։ 9 ամսեկան երեխան կա, թե չկա։ 9 ամսեկան երեխան իհարկե կա։ 9 ամսեկան երեխան, եթե որը մեկի ընտանիքում 9 ամսեկան երեխա կա, այդ 9 ամսեկան երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է, ամենակարևոր անդամը, բոլորի ուրախության եւ երջանկության աղբյուրը։ Եվ այն մթնոլորտը, որ այսօր Հայաստանում կա, այսօր Հայաստանում ուրախության մթնոլորտ է։ Այդ 9 ամսեկան երեխայի խաղաղության բերած ուրախության մթնոլորտն է։ Բայց ես նաև ուզում եմ ասեմ շարունակությունը, ինչ տեղի կունենա 9 ամսեկան երեխայի հետ, եթե մենք նրա նկատմամբ խնամք չտանենք։ Նա չի մեծանա, նա չի զարգանա, նա չի ապրի։ 9 ամսեկան երեխան չի կարող մնալ առանց խնամքի, առանց հոգատարության։ 9 ամսեկան խաղաղությունն էլ չի կարող մնալ առանց խնամքի։ Եվ եթե ինչպես 9 ամսեկան երեխան ունի իր ծնողների եւ հարազատների հոգատարության կարիքը, 9 ամսեկան խաղաղությունը ունի իր ծնողների հոգատարության կարիքը, որովհետեւ այս խաղաղությունը Հայաստանի ժողովուրդն է ստեղծել իր տառապանքներով, իր զրկանքներով եւ իր նվիրվածությամբ իր պետությանը։ Եվ հետեւաբար 2026 թվականի հայ Միչայելոտ էտել են ասում են դե սա լավ խաղաղություն չի։ Այ մենք կգանք, պատերազմի եռագլուխ կուսակցությունն է ասում են մենք կգանք լավ խաղաղություն կհաստատենք, ասում են մեր ժամանակ խաղաղություն էր բա։ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, երբ որ մենք զոհ եւ վիրավոր չենք ունեցել սահմանին։ Առաջին 91 թվից պատկերացնում եք, մի տարի չի եղել, երբ որ մենք զոհեր եւ վիրավորներ չունենանք։ Եվ այդ պատերազմի եռագլուխ կուսակցության բանը եռագլուխ կուսակցության լիդերների պատկերացած խաղաղությունը էտա, որ իրանց կազինոներում ապրեն, սահմաններին տեզնե 5-ով, 10-ով եւ հիմա էլ իրանք այդ ստահակները, հիմա էլ զոհերի թիվը որտից են վերցրել, մեկը վերակենում են բանը, ձուկը, ասել է հիմա։ Մեկը 5000 զոհ, մեկը 7000 զոհ, այսինքն այդ առնախումներին քիչ է, հասկանում եք, քիչ է այն զոհերը, նրանք չեն կարողանում տանել, եւ ասում եմ, իրանց ժամանակներում այդ շարունակակ ամենակարևոր առանձնահատկությունը, այդ իրանց երեխեքը չեն եղել զոհվողները, իրանց երեխեքը ասում եմ, դիրքերում եւ սահմանում, բացի լուսանկարվելու համար անհրաժեշտ ժամանակահատվածից 10 վայրկյան ավել չեն մնացել։ Հենա, իսկ իրանց երեխեքը, հենա մեկը կա, եկել է մեծ խոսում է,
Բելարուսի նախագահին է պաշտպանում Հայաստանի Հանրապետությունում, որովհետև տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքի մարզում կրակել է եւ հիմա փախած է եւ բռնելու ենք, բերենք նստացնենք, լակոտ չես փախնելու ոչ միտեղ, չես փախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու, հորողբերդ էլ, Ռոբիկ հորողբերդ էլ քեզ չի փրկելու, ոչ մեկ չի փրկելու, այ դուք տենց եք, դուք Ղարաբաղի մասին խոսում եք, դուք Ղարաբաղում մի հատ չեք կրակել, դուք կրակել եք Տեցի կրուգում, Երևանի կենտրոնում, Աբովյանում, Առինջում, գլուխներդ պատին կտակ, չոքցրած բոլորիդ բերելու եք պատասխանատվության, ծառուկան գագիկ, լեզուտ երկարել, ես քեզ ասում եմ, լակոտիդ, Բելարուսից վզից բռնած բերելու եք և բերելու եք դրել պատասխանատվության։ Մեկ էլ են գալուգացի մեկը կա, մեկ է գագուն, ասմա մենք մեր ոչ մեկի ասած ասմա չենք անի, իրանք ասմա մեզ ինչ-որ կասեն, նախ լսեք երկու ստել, որ մենք ուզենայինք, որ դուք բան անեք, դուք հլու հնազանդ անող եք, դուք կյանքում ինքնուրույն բան առաջ չկաք, դուք առանց ձեզ ասելու բան առաջ չկաք, ուրիշ բան, ձեզ թվում է հիմա ձեզ պապա եք գտել։ Որբ եք մնալու, որբ, նրանք ովքեր գտնում են, որ պապա են գտել, որբ եք մնալու, որովհետև Հայաստանի Հանրապետությունում պապա էլ, մամա էլ, կարանինի միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և ուրիշ ոչ մեկ, ուրիշ ոչ մեկ։ Եվ հետևաբար, դուք հնազանդ, բոլորիդ եմ ասում, ուրա, ով նայում են հիմա տարբեր տեղերում, դուք հնազանդ ձևով, գալու եք պապայի և մամայի մոտ, այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ, դուք ուրիշ փախնելու տեղ չունեք, չեք փախնելու, որովհետև սեկտերը փակածա և փակածել մնալու, չեք փախնելու ոչ միտեղ, այլևս ոչ մի հույս չունենաք, որ տարբեր տեղերից կարողանաք, չգինեմ, ինչ-որ հովանավորություններ ստանալ, այլևս ասում եմ, Հայաստանի Հանրապետություն, բա որ ասում ենք, մենք պետություն ենք ավելի քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի քան երբևէ, անկախ ենք ավելի քան երբևէ, ինչ նկատի ունենք, նկատի ունենք, որ Հայաստանի Հանրապետությունում պապայություն և մամայություն կարանի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տղամարդիկ պապայություն, կանայք մամայություն։ Եվ հա ժողովուրդ գիտեմ քննադատություն կա, որ միջև իմի դրանք ինչի են պատժված չենք, ինչի են ազատության մեջ, ասեմ ժողովուրդ ջան, որովհետև 2018 թվականից մենք մի ֆրոնտով չենք պայքարել, մենք 23 ֆրոնտով ենք պայքարել, մենք բազմագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարել, և այդ բազմագլուխ մաֆիայի գլուխները կտրելով եկել ենք, մնացել է վերջին 3 գլուխը, վերջին 3 գլուխն է մնացել, այդ վերջին 3 գլուխ ես ընտրություններում պիտի կտրենք իրար հետ, Եվ հետևաբար, և էլի եմ ասում ժողովուրդ, նույնիսկ ես ամեն ինչով հարդերց, ես ինչ որ ասեցի ամենակարևորը չի, ամենակարևորը հետևյալն է, որ 2026 թվի հերթական, խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ժողովուրդը պետք է իր զավակին, իր 9 ամսյա զավակին խաղաղությանը պետք է տեր կանգնի, ձեր զավակին պետք է տեր կանգնեք ժողովուրդ ջան, դրա համար պետք է գնաք ընտրական տեղամասեր և քվեարկեք
քվեարկեք հանուն Հայաստանի, հանուն խաղաղության, հանուն ապագայի, հանուն պետության։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք